Բոլորիդ սիրով ողջունում են եւ առաջարկում միասին այսօր նման թխուկ պատրաստել պանրային միջուկով։ Սկզբում խմորիչը հասունացնենք, բարդ գործ չէ, բայց որակի վրա շատ է ազդում։ Մեզ հարկավոր է 400 մլ գոլ ջուր, մոտավորապես 40 աստիճան է։ Կարելի է նաեւ կաթով, բայց կոնկրետ այս խմորը ես ջրով եմ պատրաստում։ Ջրի մեջ լուծում ենք 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 ճաշի գդալ խմորիչ, սովորական չոր խմորիչ է, 9 գրամ։ Ալյուրի քանակը ամբողջ խմորի համար օգտագործված ես ձեզ կնշեմ վերջում ու կգրեմ իհարկե տեսանյութի ներքևում ամբողջ բաղադրատոմսի հետ։ Կարելի է միջուկը իհարկե փոփոխել ինչպես ցանկանաք։ Այստեղ ամենակարևորը հենց խմորի որակն է, իսկ մնացածն արդեն կախված նրանից թե ինչ եք սիրում, կարող եք փոփոխել ու թխել։ Անցավ 25 րոպե, ահա թե ինչ ունենք։ Իրականում այն չոր խմորիչները, որ մենք ենք օգտագործում, ուղղակի կարելի է ալյուրի հետ ավելացնել ու առանձին չհասունացնել, բայց այսքան առավելություն լրացուցիչ ստանալու համար իհարկե արժի։ Այստեղ կկոտրեմ 1 ամբողջ ձու եւ կավելացնեմ 2 դեղնուց։ Մեկ թեյի գդալ խնձորի քացախ և 50 մլ բուսական յուղ։ Հիմա մի քիչ ալյուր կավելացնենք, կստանանք բավականին ջրիկ թույլ խմոր, որ հնարավոր լինի հարել։ Ալյուրի հետ ավելացնում եմ նաև 1 թեյի գդալ աղ։ Հիմա եւ ալյուրը կխառնենք եւ կաշխատենք լավ հարել, մոտավորապես 2-3 րոպե պետք է ինտենսիվ հարենք։ Կարող ենք իհարկե ձեռքի հարիչային խմորի համար նախատեսված զսպանակավոր գլխիկներով հարել, բայց դրա կարիքը չկա։ Ձեռքով էլ հանգիստ 2 րոպե կհարենք ու վերջ։ Կարծես մեր մանկության գոգլի-մոգլին ենք պատրաստում, այ նույն կերպ հարում ենք։ Հատուկ դրա համար էի նշում, ալյուրը սկզբում քիչ ենք լցնում, որ ջրիկ լինի, հնարավոր լինի հարել։ Ժողովուրդ ջան, գլուխ չենք պահում, անպայման հարում ենք, քանի որ որակի հետ կապված լավ սպասելիքներ ունենք, իսկ սա այդ հարցում շատ կարևոր է։ Վերջ, հիմա շարունակում եմ, ավելացնում եմ ալյուրն ու ստանում եմ մեզ անհրաժեշտ խտության խմորը։ Ալյուրն ավելացնում ենք ու հունցում ենք, աշխատելու ենք, հունցելու ենք մոտավորապես 2-3 րոպե։ Որպեսզի հունցելու ընթացքում խմորը շատ չկպնի ու շատ ալյուրի կարիք չզգաք, ուղղակի սեղանին մի փոքր, շատ քիչ ալյուր ենք անում։ Հետո աշխատում ենք հետևյալ տեխնիկայով, ուղղակի ծայրերը ծալում ենք դեպի մեջտեղ եւ դաստակով սեղմում ենք։ Քանի որ այս հատվածը, ներքևում եղած հատվածը վերև է բարձրանում, իսկ այդտեղ ալյուր կա, ոչինչ չի կպնում։ Չնայած որ խմորն ինքնին կպ չուներ, բայց այս տարբերակով հնարավորություն ենք ստանում առանց ձեռքերին կպնելու աշխատել։ Ու խնայում ենք, շատ ալյուր չենք ավելացնում։ Հետո հենց սկսի կպնել, էլի մի փոքր սեղանին ալյուր կանենք ու նույն կերպ կշարունակենք։ Այս տարբերակով մենք 2 առավելություն ենք ստանում։ Նախ, ինչպես ասացի, ալյուր քիչ ենք օգտագործում, բացի դրանից ներքևում գտնվող այս հատվածը անընդհատ ձգվում է, իսկ դա սոսնձանյութի առաջացման, այսինքն հետո նաև ներքին կառուցվածքի ձևավորման համար շատ կարևոր է։ Եթե օրինակ սկսնակ եք ու այս տարբերակով դժվարանում եք աշխատել, որ շատ ալյուր չօգտագործեք, վերջում կարող եք 1-2 ճաշի գդալ բուսայուղ օգտագործել սեղանին եւ ձեռքերին քսել եւ շատ ալյուր չավելացնել։ Ստանում ենք այսպիսի շատ նուրբ խմոր, մի փոքր նաև կպչուն։ Խմորը տեղափոխում ենք բուսայուղ քսված թասի մեջ ու թողնում ենք հասունանալու։
Միջուկի համար սովորական կատնաշոր եմ վերցրել, ոչ շատ հատիկավոր, շատ չորերից չէ, ու մի փոքր քերած պանիր, լոռի պանիր եմ օգտագործել։ Խմորը կբաժանեմ մասերի, յուրաքանչյուրը մոտավորապես 80-ից 85 գրամ, իսկ պատրաստման ընթացքը ինքներդ կհետևեք, կտեսնեք։ Գնդերը պատրաստեցի, հիմա ծածկում ու թողնում եմ մոտ 10-ից 15 րոպե, ինչպես ցանկացած գործողությունից հետո, քանի որ միշտ խմորը ավելի ամրանում է, ձգանում է, որպեսզի թուլանա ու հնարավոր լինի շարունակել։ Երեսուն րոպեից մի քիչ ավել է անցել, հիմա վրան քսելու համար խառնուրդ կպատրաստեմ, այստեղ դեղնուց է ու կավելացնեմ մոտ 1 ճաշի գդալ կաթ։ Ջեռոցը նախապես եմ տաքացրել, արդեն լավ տաք է, ջերմաստիճանը միջինը 190 աստիճան է։ 20 րոպեից մի քիչ ավել ժամանակ պահանջվեց ու արդեն պատրաստ են։ Ծածկում եմ բամբակյա սրբիչով և շատ տաք վիճակում, իդեպ ջեռոցից նոր եմ հանել, և թողնում եմ, որ հովանա։ Ժողովուրդ ջան, խմորը պատրաստելու ողջ տեխնոլոգիան սկսած ճիշտ հունցելուց մինչև բաղադրիչները ավելացնելու հերթականությունը, հասունացնելը, գունդ պատրաստելու ձևը եւ այլն կարող են առաջին հայացքից շատ ոչ էական թվալ, բայց իրականում դրանք միասին վերջում որակ են ապահովում։ Առանց դրանց իհարկե կարող է խմորը լավ բարձրանալ, տեսքից լավը լինել, բայց ներսում կառուցվածքը էականորեն տարբերվում է։ Թել-թել ավելի նուրբ կառուցվածքով ստանալու համար շատ էական են բոլոր այս գործողությունները, ու բացի դրանից այն նրբությունն ու այն մի տեսակ լրացուցիչ խոնավությունը, որ ստանում ենք ճիշտ աշխատելու շնորհիվ, օգնում է, որ ինչ էլ թխենք ավելի երկար թարմ մնա։ Այնպես որ սիրելիներս, հատկապես դիմում եմ սկսնակներին, եթե լավ որակ եք ուզում, իմացեք, որ ոչ մի քայլ ավելորդ չէ ու ոչ մի բան հենց այնպես չի արվում։